Mame mimomu, mame mimo։ Ներկայացումից առաջ վերջին ձայնավարժությունները քիչ հեռվում բեմադրական շտկումներ են կատարվում։ Բեմում արդեն պիես են փնտրում։ Որին փնտրում են 6 պերսոնաժներ։ 5 աղջիկ ու 1 տղա։ Իսկ ինչ խաղանք այս կազմում։ Եկեք մյուզիկլ խաղանք։ Մյուզիկլի հետ խաղ չեն անում, եղբայր։ Փնտրվում է պիես, սա հայտարարություն չէ, այլ Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի երաժշտական դերասանական 4-րդ կուրսի դիպլոմային աշխատանքի անունն է։ Ռեժիսորը, որի դերակատարը Ռաֆայել Թալասյանն է, հերթական բեմադրության համար պիես է փնտրում, սակայն այնպիսին, որի գործող անձիկ կանայք են։ Ներկայացման գործողությունները տեղի են ունենում հենց ռեժիսորի բնակարանում։ Նրա կինը դերասանուհի է։ Աղջիկն էլ ցանկանում է շարունակել մոր ընտրած ուղին։ Բացի գործող անձանցից ներկայացումը նաև չգործող անձ ունի՝ Հայելին, որի առջև ժամանակ առ ժամանակ կանայք անկեղծանում են։ Բոլոր կանանցել սատանան տանին, որ ուզում են դառնալ դերասանուհի։ Նանե Ամիրյանի կերպարը բեմ է բերում այն արտիստուհուն, որին միշտ ձգտել է, սակայն ինչ հանգամանքներ դա թույլ չեն տվել կամ եղել են խանգարողներ։ Բեմում նա պարբերաբար հայտնվում է Հայելու առջև, զրուցում ինքնի ու Հայելու հետ։ Այն ապրումները, այն ամեն ինչ որ մենք շատերս վստահ եմ բոլոր կանայք քննարկում են հենց Հայելու դիմաց, երբ լինում են առանձին, ավելի անկեղծ ենք լինում մենք, ես կարծում եմ որ այդպես ավելի ճիշտ կասեմ, որ մենք ավելի անկեղծ ենք հենց Հայելու առաջ, քան շատերի, քան ինքներս նույնիսկ, Հայելին ինձ թվում է հենց մեր վերապրումն է, որը ցույց է տալիս ու արտացոլում է մեր բոլոր զգացումները։ Կայացումը ինքնին հենց կնոջ կյանքի տարբեր փուլերի մասին է, այսինքն կինը իր վերապրումները, տարիքի հետ կապված նաև իր փոփոխումները, այս ամեն ինչի մասին էր հենց մեր ներկայացումը։ Իմ կերպարը Էլիսայի կերպարն էր, կին, ով ձգտում ուներ դառնալու դերասանուհի, ու եթե այնտեղ երգի հատված կար, դրանից արդեն հանդիսատեսը նկատած կլինի, որ ես նաև նախորդ կյանքում, այսինքն անցյալում կապ եմ ունեցել նաև հենց ռեժիսորի հետ, ով ինձ նվիրել էր հենց այդ Հայելին, որը պատմում էր իմ դաժան կյանքի շրջափուլի, իմ երազանքների, իմ ձգտումների, իմ խոսքով իմ կյանքի մասին, եւ հենց դա էլ ինձ հետ բեմ էի բարձրացրել։ Դերասանուհի Զարա Թորոսյանը ռեժիսորի կնոջ կերպարն է մարմնավորում, ասում է կինն ավելի անկեղծ է հենց Հայելու առջև։ Հայելին որպես հոգու արտացոլում է այստեղ կնոջ մասին, ով որ արդեն հատկապես կնոջ, ով որ գործունեություն է ծավալում բեմի հետ արվեստի մեջ եւ շատ կարեւոր է արտաքին տեսքը, կնոջ համար եւ արդեն 50 տարեկան կնոջ համար այլ երիտասարդ աղջնակը չէ, ամեն ինչ գեղեցիկ եւ գեղեցկությունը կորցրած, դա հենց այլ Հայելին այդ դրանով էր կոտրված ինքն իր մեջ եւ այսպիսով դա էր միտքը։ Ռաֆայել Թալասյանն էլ մարմնավորում է ռեժիսորի կերպարը, որի բեմադրության շուրջ է տեղի ունենում ամբողջ իրարանցումը։ Կանանց մասին է, որ թե ամենքին իրան ինչպես է տեսնում, ինչպես է իրեն պատկերացնում եւ հետո միջավայրը իրեն ոնց է պատկերացնում։ Ավարտել եմ ու խաղում եմ արդեն այնտեղ Երևանի պետական կամերային թատրոնում։ Մեր Արա Ենջակյանը, մեր շեֆը, մեծ շատ սիրուն նախադասություն ունի, ասած, որը որ կինը 30 տարեկանից հետո մնում է նույն տարիքում մինչև կյանքի վերջ։ Երաժշտական ներկայացման լիբրետոյի հեղինակը բեմադրիչ դոցենտ Արամ Սուքիասյանն է, երաժշտությանը կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը։ Արամ Սուքիասյանի հետ սա առաջին համագործակցությունը չէ, անգամ դժվարանում եմ ասել որ մեկն է, որովհետև իրոք բազմաթիվ են այդ համագործակցության էջերը, համագործակցության եզրերը, կարելի ասել, այս ստեղծագործությունը ես ունեի գրված երաժշտությունը, խոսքերը, ուղղակի Արամին շատ դուր եկավ, երբ ցույց տվեցի, ինքը ասաց, իսկ կարող եմ դա օգտագործել, մեծ սիրով, իսկ ինչու ոչ, սիրով։ Եվ պատկերացրեք, ես ուրախացա, որ երիտասարդները եւս մեծ հաճույքով ընդունեցին երաժշտության, այսպես ասած, ելևէջները, ընդունեցին ասելիքը, հարմոնիաները եւ կարծես թե ստացվել է։ Սուքիասյանն ասում է, որ ներկայացման վերնագիրը պատահական չեն ընտրել, քանի որ իրենք էլ փնտրտուքների մեջ էին։ Ճարահատյալ գրեցի ես պիեսը եւ շատ ավելի կարծես թե իրենց հոգեհարազատ թեմաներով յուրաքանչյուրի բնույթին, տեսակին, բնավորությանը համահունչ
Իդեպ Արամ Սուքիասյանը նշեց, որ արդեն հաջորդ ուսումնական տարում ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասան բաժնում այլևս ընդունելություն չի լինելու։ Հաջորդ տարի ցավոք երաժշտական կուրս երաժշտական թատրոնի դերասանական չի բացվելու, ես ճիշտն ասած չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց դա չի շրջանում մի շարք մյուզիկլներ բեմադրվեցին Երևան քաղաքում եւ նրանց զգալի հատված իսկապես հաջողված էր, անշուշտ դուք ճիշտ եք նկատում, եթե թատրոնական ինստիտուտը չսկսի չշարունակի կադրեր ապահովել այդ ոլորտի, մենք հերթական զիջումը կունենանք լայն առումով մշակութային դաշտում։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։